Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի մեջ համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանագեններս Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ մասնակցեցավ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողության։ Միջոցառման ներկային նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան եւ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը։ Բացման խոսքին մեջ Թրամփը անդրադարձած է իր միջնորդությամբ լուծված հակամարտություններուն, ներառյալ հիշատակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համայնքրի նախաստորագրումը։ Անշեշտած է, որ այդ երկրներու ղեկավարներեն շատերը դարձած են իր ընկերները։ Ամերիկայի նախագահ հայտարարած է, որ ստեղծվող խաղաղության խորհուրդը պիտի գործակցի Միացյալ Ազգերու կազմակերպության հետ։ Ստորագրման արարողության մասնակցած են Հայաստանի, Ամերիկայի, Արժանտինի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիկայի եւ շարք այլ երկրներու պատվիրակություններու ղեկավարներ։ Արարողության ընթացքին երկրներու ներկայացուցիչները Ամերիկայի նախագահի ներկայությամբ ստորագրած են խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Փաշինյանն ու Արժանտինի նախագահ Խավիեր Միլերը հրավիրված էին կանոնադրություն ստորագրելու համար։ Դավոս կատարած կարճաթև այցելության ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցած է միջազգային գործընկերներու եւ արհեստագիտական ոլորտի ներկայացուցիչներու հետ։ Վարչապետը գործակցության հնարավորությունները քննարկած է Schneider Electronic ընկերության գլխավոր տնօրեն Օլիվիե Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Մայքլ Դելի եւ գործարար Նուբար Աֆայանի հետ։ Հանդիպումներու ընթացքին քննարկված են բարձր արհեստագիտության ոլորտներն մեր երկրի մեջ տեղի ունեցող զարգացումները, արգա հնարավորությունները ծրագրերու իրականացման հերանեկարները, նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանցված է Զայեթ մարդկային եղբայրության մրցանակի 2026 թվականի մրցանակագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային կայունության օրակարգը հետեւողական առաջ մղելու համար։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքին մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամեդ Աբդուլ Սալամ ընդգծած է, որ նախաձեռնությունը կրնա օրինակ ծառայել միջազգային այլ հակամարտություններու կարգավորման համար։ Վարչապետին փոխանցված է նաեւ փետրվար 4-ին Աբու Դաբիի մեջ տեղի ունենալիք Զայեթ մրցանակապաշխության մասնակցելու պաշտոնական հրավերը։ Նիկոլ Փաշինյանը ջանցված է Զայեթ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակագիր ի նշանավորումն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանը ներս համագործակցության եւ կայունության ապահովման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքին ասաց է Զայեթ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Աբդուլ Սալամը։ What your excellency is doing. Այնինչ կնեց երդ կերազանցությունը այս համացայնակիրը ցանկի ոչելու համար օրինակ է աշխարհի մեջ բազմաթիվ հագամարտություններու համար։ Այս նշանավորումը ցույց կտա նույն ինքն համացայնակրի կարևորությունը որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում եւ տարածաշրջանային կայունություն։ Զայեթ մրցանակը կնշանավորե այս նախաձեռնությունը որպեսի խրախուսե եւ ոգեշնչե աշխարհի առաջնորդները ցկտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ այնինչ դուք կնեք իսրդե է հանուն խաղաղության Ձեր ժողովրդին եւ ողջ աշխարհին։ Այս տարի մրցանակի հավակնորդներու շարքին եղած են 350 մարդ, ավելի քան 90 երկրներ է։ Մոհամմեդ Աբդուլ Սալամը նշած է, որ մրցանակին արժանացած է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչ որ գնդկծե խաղաղության հարաճման համար համատեղ չանքերը։ Վարչապետը հյուրընկալած է նաև մրցանակի հանձնաժողովի անդամները Եվրախորհրդի նախկին նախագահ եւ Բելգիկայի նախկին վարչապետ Շարլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ եւ Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամադը։ Շնորհակալություն հայտնելով անոնց քննադատանքին համար Նիկոլ Փաշինյանը նշած է, որ իրեն համար մեծ բադիվ է արժանանալ Զայեթ մրցանակին։ Երկրի ղեկավարը իր երախտագիտությունը հայտնած է տարածաշրջանեն ներս խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված չանքերը քննադատելու համար։ Of course. Հարգավադիգա շատ մարդոց գդարած աշխատանքի արդյունքն է Հայաստանի մեջ եւ բնականաբար Հայաստանեն դուրս։ Հարգավ ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես բարգեւատրված է եւ մենք կբաժնեկցենք այս մրցանակը։ Հադիգա արդարացված է, անիգա իրապես համադեղ նվաճում մնե։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ աշխատած են եւ դերգաշխատին Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ, Եվրամիության մեջ, դարբեր միջազգային հարթակներու վրա Ադրբեջանի մեջ եւ հարգավ առաջին հերթին Հադիգա մեր քաղաքական անձնագազմի կառավարության խորհրդարանի հասարակության ցերկբերումն է, որովհետև գիտեք, որևէ համացայնության իգադար հածումը անհնար պիտի լա առանց հասարակության ժողովրդի աջակցության։
Վարչապետը նշած է ողջ գործընթացի մեջ ամենակարևոր թերը խաղացած է Հայաստանի ժողովուրդը, չափազանց կարևոր ներդրում ունենալով խաղաղության գործընթացի մեջ եւ զայն ավելի համագարկային դարձնելու հարցին մեջ։ Վարչապետին փոխանցված է փետրվար 4-ի Աբու Դաբիի մեջ տեղի ունենալիք Զայեդ մրցանակի արարողության մասնակցելու հրավերը։ Զայեդ մրցանակապաշխության անդրադարձած է միջազգային մամուլի եւ ողջունած է, որ մարդկային եղբայրության մրցանակագիրներ են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ի նշանավորում հաստատված խաղաղության։ Նշված է, որ առաջին անգամ լալով է, որ միջազգային կոմիտեն գբատվե հաղթողներ Գովգասեն եւ Աֆղանիստանեն։ Գովգասյան երկու պետություններում միջև համաձայնությունը ճանչնալու որոշումը գփաստե երկու պետություններու կողմէ խաղաղության երկխոսության հարաբերություններու եւ հագամարտության ղեկավարման գործընթացը եւ գնդկծե որ հաշտեցումը ոչ թե մեկ գործողություն է, այլ շարունակական ուղիմը։ Համաձայնակիրը կփնութակրվի որպես պատմական որոշման արդյունք, որոնց նպատակն է վերջ տնել Գովգասի մեջ դասնամյակներ շարունակված հագամարտություններուն եւ մարտոց դարաբանքներուն։ Բադվո արժանացածները կհամալրեն այն հասարակական գործիչներու, համաշխարհային եւ գրոնական առաջնորդներու, մարդասիրական գործունեությամբ զբաղող անհատներու շարքերը, որոնք ստացած են այս հեղինակավոր մրցանակը։ Համաշխարհային այս մրցանակը, որ հիմնադրված է 2019 թվականին, հանկուցյալ Հռոմի Ֆրանկիսկոս Բաբի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցելութենեն յետք եւս ջանցած է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմէ անցյալ տարի ստորագրված համաձայնագիրը, որոնց նպատակն է վերջ տնել դասնամյակներ շարունակված հագամարտության Հարավային Կովկասի հարևան երկրներու միջև։ Մրցանակը, որ կոչված է Արաբական Միացյալ Էմիրությանց հիմնադիրի հանկուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլտան Ալ Նահյանի Բադվույն, կճանչնա անհատներ ու կազմակերպություններ, որոնք անշահախնդիր եւ անդադար աշխատին մարդկային եղբայրությունը հարաճ մղելու եւ խաղաղ համակեցության համար նշանակալի հարաճընթաց ապահովելու ուղղությամբ։ 2019 թվականին մրցանակի հիմնադրումն ի վեր ջանցված են 16 մրցանակագիրներ 15 երկրներ։ Ամերիկայի Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնը հոդվածը հրապարակած է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ փառքաբաճման նախագծի մասին։ Հեղինակներու համոզմամբ 2025 թվականի օգոստոսին ցերկ բերված համաձայնությամբ կառուցվող թրիփը գրնաթարնալ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ամենեն տպավորիչ չարդակին քաղաքական ցերկբերումներն մեկը։ Հոդվածի մեջ նշված է, որ նախագիծը Հայաստանին հնարավորություն պիտի տա ներքրավվելու արևմտյան ներդրումներ թույլատնելու կախվածությունը Ռուսիային եւ թիրքավորվելու որպես տարածաշրջանային փոխադրամիջոցային հանգույց։ Ամերիկայի Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնը հրապարակած է հոդվածը, որում մեջ մանրամասն ներկայացված է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ փառքաբաճման նախագիծը, ադորաստեցությունը տարածաշրջանին վրա եւ տնտեսական ու աշխարհակահաղական օգուտները։ Ինչպես կրնա Թրամփի հաղթանակը նպաստել Ամերիկայի շահերու հարաճման Հարավային Կովկասի մեջ խորակրով հոդվածի հեղինակներն են Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի դոնորենի դեղակալ Անդրու Դանիելին եւ Թուրան հետազոտական կենտրոնի դոնորեն Ժոզեֆ Էփշտեյնը։ Անոնց համոզմամբ 2025 թվականի օգոստոսին Ամերիկայի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահի միջև ցերկ բերված համաձայնությամբ կառուցվող թրիփը գրնաբադմության մեջ մտնել որպես Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի արտաքին քաղաքական ամենեն տպավորիչ նվաճումներն մեկը։ Օրերս Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը եւ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայտնեցին նախագծի իրականացման մանրամասնությունները։ Ամերիկյան ընկերությունը 49 տարի նախնական ժամկետով պատասխանատու պիտի ելա թրիփի զարգացման համար, ստանալով անոր 74% բաժնեմասը, իսկ Հայաստանը 26%։ Գագնկալվի, որ համագործակցությունը պիտի երկարացվի եւս 50 տարով, իսկ բաժնեմասերու հարաբերակցությունը պիտի փոխվի 51-ը 49-ի։ Այս պայմանավորվածությունը երկու կողմերուն համարալ օգտակար պիտի լա։ Սպիտակ դունը գրնա ամերիկացիներուն ասել, որ իրենք տնտեսական շահույթ կստանան Հարավային Կովկասի մեջ Ամերիկայի դիվանագիտական ներգրավվածության են եւ նոր հնարավորություններ կփանան ամերիկյան ընկերություններուն արչեւ։ Միևնույնադեն Հայաստանի համար համաձայնագիրը ենթակառույցներում մեջ արևմտյան ներդրումներ ներգրավելու միջոց է, որում Փաշինյանը գծկտեր իր խաղաղության խաչմերուկ նախաձեռնության միջոցով։ Ադիգա գրնա օգնել Հայաստանին թիրքավորվելու որպես տարածաշրջանային փոխադրամիջոցային հանգույց, միևնույնադեմ պահպանելով վերահսկողությունը իր տարածքին նկատմամբ։ Ըստ հոդվածին թրիփը կրնա նաև մեծ առավելություններ բերել Վաշինգտոնին, Երևանին ալ ավելի լայն Կասպիան տարածաշրջանին։
Վաշինգտոնը եւ անոր եվրոպացի կորձընկերները միջին միջանցքը գտի դարգեն որպես ասիոհեդ ցամաքային արևդուրի մեջ Ռուսիան շրջանցելու միջոց։ Ներառյալ Կենտրոնական Ասիայեն կարևորագույն հանքանյութերու եւ հազվագյուտ հողային դարերու հնարավոր արդահանման համար։ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիո երկրները գծկտին փարկավաճման համաշխարհային շուկաներուն ավելի լավ համարգման միջոցով։ Թրիփը գաբահով է Կովկասով անցնող երթուղիմը եւս մեծնելով հնարավոր փոխադրումներու ծավալները։ Հոդվածի հեղինակները ընդգծած են Թրիփի հաջող իրագործումը ավելի արժան եւ արագ պիտի դարձնել Կենտրոնական Ասիայեն, Եվրոպա եւ Անտին ապրանքներու եւ հումքի բادرկարարումները։ Վերլուծաբանները նաեւ նշած են, որ նախագծի իրագործումը ոչ միայն նախագահ Տրամփի վարչակազմի նվաճումն է, այլև կարևոր ցերկբերում Հայաստանի համար Ռուսիոյեն գաղվածության թուլացման առումով։ Գիտակցելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Ռուսիո լծակները թուլացնելու եւ իրական անկախություն ցերկ բերելու միակ ճանապարհն է, Հայաստանը կշարժի այդ ուղղությամբ։ Միևնույն ադեն Հայաստանը խոշոր պաշտպանական համաձայնագիրներ կնքած է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Միևնույն ադեն հոդվածի հեղինակները շեշտած են ամերիկյան միակ դերությունն է, որ կրնա Հայաստանին առաջարկել գաղվածացություններու թուլացման հնարավորություն։ Հոդվածակիրները նկատել տված են, որ այս քայլերը տեղի կունենան Հայաստանի համար կարևորագույն ժամանակներու նկատի ունենալով 2026 թվականի հունիսին հանրապետության մեջ սպասվող խորհրդարանական ընտրությունները։ 2026 թվականին նախադեсված խորհրդարանական ընտրություններուն հետ մեկտեղ պետք է ցույց տալ, որ խաղաղության եւ արևմուտքի հետ կապերը ստեղծելու չանքերը հաջողությամբ կբսակվին։ Արդեն իսկ կան որոշ արդյունքներ։ Ադրբեջանը սկսած է քարյուղային օթերք մատակարարել Հայաստան, ինչ որ վարելիքի քիները 15%-ով նվազեցուցած է։ Ադրբեջանի եւ Թուրքիո հետ ձևավորվող գայունությունը եւ դարաձաշրջանային համարգումը գրնան Հայաստանը դարձնել դարանցիկ երկիր եւ ապահովել ավելի հեշտ հասանելիություն եվրոպական շուկային։ Հոդվածի մեջ նաև նշված է, որ Ռուսիան ընտրություններուն ընթരാճ տեղեկատվական միջոցներով եւ գեղձ լուրերով քայլեր գցերնարգե վարչապետ Փաշինյանի թեմ։ Փորձագետներու կանխադեսմամբ Մոսկվան հարաճիգային պիտի ընդլայնի այդ չանքերը։ Թրիփ երթուղիի յանքի գոչումը ըստ հեղինակներուն կառուցողական գործընկերության ձևաչափ է, որի սպիտակ դունը պետք է օգտագործի աշխարհի այլ մասերում մեջ ալ։ Նախագիծը ամերիկյան ընկերություններուն համար պիտի ստեղծի հնարավորություններ ամբողջացնելու միջին միջանցքը, ինչ որ մեծ օգուտներ պիտի բերի Միացյալ Նահանգներուն, ինչպես նաև Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիո անոր գործընկերներուն։ Հեղինակները եզրափակած են Թրիփի իրագործման բարակային, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը գրնան իրենց ինքնիշխանության իրացման եւ երկու ժողովուրդներու շահերեն փոխող քաղաքականություն իրականացնելու ազատություն ստանալ։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի տարեկան զեկույցի մեջ նշված է, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում մեջ այս տարի ռազմական զորաշարժը գրեթե անհավանական է եւ բարձր է խաղաղ գործընթացներու համակարգայնացման հավանականությունը։ Միևնույն ադեն արձանագրված է, որ գրնան օր առաջընթացը արձանագրվիլ սահմանակցման եւ սահմանազատման գործընթացի մեջ, ինչպես նաեւ երկկողմանի համագործակցության այլ ուղղություններով ալ։ Զեկույցի մեջ սակայն որպես վտանգ արձանագրված է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի շարունակական գիրառումը, որը գրնա բացասապարացնել երկարաժամկետ խաղաղության եւ դարաշրջանային գայունության վրա։ Վաշինգտոնի մեջ նախորդ տարի ցերկ բերված համաձայնության արդյունքով այս տարի ռազմական զորաշարժը դարձած է գրեթե անհավանական եւ բարձրացած է խաղաղության համագարկայնացման հավանականությունը։ Այս արձանագրումը կատարած է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մեր երկրի արտաքին անվտանգության վտանգներու վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցին մեջ։ 2026 թվականին մեծ հավանականությամբ նոր հարաճընթաց պիտի արձանագրվի սահմանակցման եւ սահմանազատման գործընթացի մեջ երկկողմանի արևդրատնտեսական նախաձեռնություններու, հասարակություններու երկխոսության, մարդասիրական եւ այլ հարցերու մեջ, դարաձաշրջանային ենթագառույցներու, աբաշրջափակման բարակային եւս մեծ հավանականությամբ հարաճընթաց պիտի արձանագրվի արդեն իսկ սկիզբ առած գործընթացներու մեջ, իսկ հարևաններուն հետ Հայաստանի երկկողմանի գաբակցվածության նախաձեռնությունները պիտի խթանեն դարաձաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերու ընթացքը։ Զուգահեռաբար զեկույցին պիտի մեծնա մեր տարածաշրջանը ներս սեփական ասացությունը պահպանելու եւ ավելցնելու շահեր դեպի պետություններու կողմէ այս գործընթացներուն թեմ վնասակար գործողություններու վտանգները։ Իսկ Ադրբեջանի եւ այլ թերակատարներու կողմէ Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի դակ տնող գաբակցվածության ծրագիրներու իրականացման խոչընդոտող վնասարար խոսույթներու ու հասկացություններու հետևողական կիրառողությունը միայն պիտի նպաստի այդ վտանգներու նյութականացման։
2026 թվականին ռազմական զորաշարժը քրեթե բացառելով հանդերձ արտաքին հետախուզության ծառայությունը երկարաժամկետ հերանեկարին վտանգ կհամարե Ադրբեջանի հարաճ մղած, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան եւ Արևմտյան ադրբեջանցիներու վերադարձ խոսույթներն ու գործողությունները։ Ծառայության ունեցած դվյալները ցույց կտան, որ Ադրբեջանը Վաշինգտոնի հրճակագրեն յետք ոչ միայն չէ նվազեցուցած, այլև էականորեն աշխուժացուցած է սույն քարոզչությունը, ինչ որը զգալի վտանգներ կստեղծե դարաձաշրջանային գայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ 2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներ են պիտի լա շարունակապար քննադատելը, թե որն է Ադրբեջանի կողմէ արևմտյան ադրբեջանցիներու վերադարձի հարաճ մղման pedagogan քաղաքականության իրական նպատակը։ Քննադատման ենթակա է մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը այդ նյութերը նոր ազգային քաղաքապարախոսություն դարձնելով մտադիր է որևէ ցեվաչափով հագամարտությունը դեղափոխել Հայաստանի դարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներու վերադարձ խոսույթը Ադրբեջանի արտաքին քաղաքական սագարգման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերու վերադարձի խնդրին հագազդելու կորձիկագազմի մասն է։ Արտաքին հետախուզության ծառայությունը նաև անդրադարձած է Ադրբեջանի ռազմական ծախսերու աճին։ Ադրբեջանի դարեհաշվույն մեջ ռազմական եւ այլ ոլորտներու 2024-ին 2026 թվականներու հատկացումները համեմատված են 2023 թվականի նույն հատկացումներուն հետ։ Որպես արդյունք 2026 թվականի ռազմական հատկացումները աճած են մոտ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները ընդամենը 7.4%-ով։ Անդրադառնալով Ռուսիա եւ Ուկրաինա հակամարտության զեկույցին մեջ քիչ հավանական կհամարվի, որ 2026 թվականին ըլլագայուն ու երկարաժամկետ հանգուցալուծում։ Փոխարենը մեծ է հավանականությունը, որ Ռուսիա դեմ սահմանված վաճառամիջոցներու առնվազն էական մասը վահբանվի, ինչ որ կնշանակի վտանգներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար, ներառյալ երկրորդային տնտեսական վաճառամիջոցներու տեսակետեն։ Միևնույն ադեն որոշ աշխարհակաղակական գետրոններու միջև շարունակական փևերացումը մեծ հավանականությամբ պիտի խորացնե Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, հավասարակշռելու դեսանգյունեն արգա վտանգները։ Իսրայել-Իրան հակամարտության լույսի ներքո Հայաստանի անվտանգության խնդիրները պիտի ընդլայնին փախստականներու եւ այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերու շարժերու կառավարման, տնտեսական, բեռնափոխադրական խնդիրներու հարաճացման առումով։ Հարավային Կովկասի մեջ խաղաղության ամրապնդման գործընթացը խաթարող վտանգները նույնպես կրնան բազմազանանալ։ 2026 թվականին Հայաստանի կողմէ ՀԱՊԿ անդամության ապասարեցում ամենայն հավանականությամբ դեղի պիտի չունենա։ Զեկույցի քննադատականը իթեպ չի դարբերիր անցյալ դարվան քննադատական են։ Արտաքին հետախուզության ծառայությունը ասիկա կշարունակի համարել մարտահրավեր, ուղղված տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության, իսկ անդամույս պետություններուն համար հետևություններու ընելու առիթ։ Մեր տարածաշրջանը ներս թե տնտեսական, թե ենթակառույցային ծրագիրներու թրական կենսունակությունը մեծ հավանականությամբ պիտի պահպանվի։ Այդ նախաձեռնությունները սակայն պիտի ելան տարածաշրջանը ներս այլ շահեր հետապնդող տարբեր թերակատարներու թիրախը։ Ադիկա կրնա դրսևորվել թե ֆիզիկական սահմանափակումներով, թե դեղեկատվական աստեցության գործողություններով եւ թե վնասարար այլ գործողություններու դրսևորումներով։ Մեր տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը եւ մասնավորապես Գարս Գյումրի երկաթուղի հնարավոր վերապացումը, թրիփ նախագծի իրագործումը, նաեւ մեր հարևաններուն հետ երկկողմանի գաբակցվածության հնարավոր նախաձեռնությունները պիտի հարաճացնեն տնտեսական ու բեռնափոխադրական լայն հնարավորություններ, շուկաներու բազմազանեցում, տարածաշրջանային արևդուրի ընդլայնում։ 2026 թվականի ընտրություններու բերումով Հայաստանի թեմ արտաքին տարբեր թերակատարներու կողմէ իրականացվող աստեցության գործողությունները մեծ հավանականությամբ պիտի դառնան ավելի ընդգրկուն, բարդ ու ծավալային։ Վնասակար համացանցային գործողություններ ու դեղեկատվական վնասարար գործողություններ, գործակալական ցանցի աշխուժացում, հասարակության տարբեր խումբերու շրջանեն ներս հրահրվող դժգոհություններու բևերացում, ընդրական գործընթացներու վրա արտաքին աստեցության փորձեր եւ այլն։ Ասոնք նույնպես արտաքին հետախուզության ծառայության քննադատմամբ ընթացիկ դարվան Հայաստանի անվտանգության սպառնալիքներն են։ Հավանական կհամարվի, որ թիրախ պիտի դառնան դրամական գազագերբությունները, գաբի ու հաղորդակցության ենթակառույցները, կառավարության ներառյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ու դեղամասային ընտրական հանձնաժողովներու թվային հարթակները, էլեկտրականության փաշխման թվային ենթակառույցները եւ այլն։ Պիտի ելան գեղձ խեղաթյուրված շրջարգեն գդրված տեղեկություններ, վնասարար տեղեկատվական գործողություններ, արտաքին թերակատարներու կողմէ պիտի ելան ինչպես տեսանելի, այնպես էլ գողարկված տեղեկատվական գործողություններ։
Դեղեկատվական վնասարար գործողություններու ամենեն վտանգավոր միտումը պիտի շարունակե մնալ գեղձ դեղեցություններու առերևույթ աննկատ համատրումը իրական դեղեցություններու հետ, նաև ադոնց դարաձումն ու ամրապնդումը իրական եւ մեծ լսարան ունեցող արցանց հարթակներու եւ անցանց միջոցով։ Այս դերակատարները գրնան ներքրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններուն, ինչպես նաև փուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ցույցերու քողի ներքո խափանարար գործողություններ գազմագերբելու համար։ Նման գործողություններուն նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական ղարքի չլադումը, ազատ արդար ու թափանցիկ ընտրություններու ապօրինականացումը, կամ օրինականության էական ստվերումը, հաջողության բարակային նաև արդակին թերագադարներու կողմէ Հայաստանի շահերուն դեմ կացող ազդեցության համար ընկալունակ եւ հարմար իշխանության ձևավորումը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցի մեջ անդրադարձ կա նաև նախորդ տարվան զեկույցի մեջ դեղ գտած քննադատականներուն։ Նշված է, որ 2025 թվականին դեղի չեն ունեցած նշանակալի զարգացումներ, որոնք կանխատեսված չէին այդ տարվան զեկույցի մեջ, իսկ դեղի ունեցած զարգացումներուն հավանականություններն ալ ճիշտ գնահատված են։ Ազգային ժողովեն ներս կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքին Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վրա հաստատված է լիակատար խաղաղություն, ընդգծելով, որ Հայաստանը չէ գործընծուցած եւ պիտի չգործընծնե իր զգոնությունը։ Պատգամավորներուն հարցումներուն ի պատասխան արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը նշած է, որ Եվրոպական միության եւ Թուրքիո խաղաղության աչակցող հայտարարությունները, որպես ներքին գործերում միջամտություն ներկայացնելը մոլորեցում է, իսկ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա գործընթացները Հայաստանի համար առանցին են։ Հարց ու պատասխանի ընթացքին վարչապետը անդրադարձած է նաև երկաթուղիի վերագործակման հնարավորություններուն, նշելով, որ երկրները արդեն կստանան փոխադարձ տնտեսական առավելություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վրա հաստատված է լիակատար խաղաղություն։ Ազգային ժողովեն ներս կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։ Հայաստանի Հանրապետությունը երբեք եւ ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել եւ չի կորցնելու, բայց դա էլ եմ ձեզ ուզում ասել, որ այսօր 2026 թվականի այսօր հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար Նիկոլ Փաշինյանը արժանացած է Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփեն ստացած է պաշտոնական հրավեր խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Ես համարում եմ, որ այդ այն պատճառները, որոնք կամ արդյունքները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշման հիմքում, իհարկե դա թիմային աշխատանքի արդյունք է, կառավարության, խորհրդարանական մեծամասնության եւ իհարկե ամենակարևորը մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որովհետեւ առանց նրանց աջակցության եւ առանց նրանց վստահության եւ առանց նրանց հաստատման այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց Եվրոպական միութենեն եւ Թուրքիայեն Հայաստանի խաղաղության հանձնառության աջակցող հայտարարությունները ինտիմատիր շրջանակները կներկայացնեն որպես մեր երկրի ներքին գործերում միջամտելու փորձ։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը զանոնք մոլորեցում որակեց։ Երբ որ Եվրոպական միություն ասում է ողջունում ենք Հայաստան եւ կաջակցենք Հայաստանի ժողովրդավարությանը, ասում են ներքին գործերի միջամտության փորձ է։ Երբ որ Թուրքիան ասում է ողջունում ենք խաղաղությունը եւ դրանով վարչապետ Փաշինյանը դեր ասում են ներքին գործերին միջամտության փորձ է։ Պատգամավորները Արարատ Միրզոյանեն հետաքրքրվեցան, թե ինչպես գազդ է խաղաղության գործընթացին վրա Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ Հայաստան-Ադրբեջան թիվանակիդական հարաբերություններու հաստատումը փոխկապակցված է Հայաստան-Թուրքիա թիվանակիդական հարաբերություններու հաստատման հետ։ Արտաքին գործոց նախարարը վերահաստատեց Հայաստանի համար երկու գործընթացները առանցին են եւ իրար մեկ ախյալ չեն։ Բայց լրիվ օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի։ Ի վերջո Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտությունն էլ ոչ մեկի համար գաղտնիք չի։ Ի վերջո այդ երկու երկրներն էլ են իրանք ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում ամեն մեկը իր համար այն մյուս երրորդ երկրի հետ ունեցած
ուրեմն բանի չափով, հաջողության չափով։ Հարցու պատասխանի ընթացքին վարչապետը անդրադարձած է Թրամփի ուղին զայն առաջին հերթին համարելով ներդրումային ծրագիր եւ հավելած է, որ օրեր առաջ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրած են երասխ սադարակ հատվածը երկաթուղիին վիճակը զայն կորձարկելու համար։ Ինչի համար կարող է բացվել երասխ սադարակ երկաթուղի։ Տարբերակ 1 կարող է բացվել Հորադիս, Մեղրի, Նախճեվան, Սադարակ, Երասխ, Ախուրիկ, Թուրքիա, հաջորդը Երասխ, Մեղրի, Օրդուբադ, Հորադիս, Երասխ, ասենք Ջուլֆա, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն Նախճեվան։ Դա տեղի ունենալու են ժամանակ, երբ որ երկաթգիծը պատրաստ լինեն, երկաթգիծը, որ ձեր խմբակցության ղեկավարը եւ ձեր քաղաքական առաջնորդը իրար հետ քանդե ծախել են, այդ երկաթգիծը, երբ որ պատրաստվի, երբ որ պատրաստ լինի, այսինքն հիմա հասկանում եք, մենք չենք կարող ուսով գնացք տանենք։ Գնացքը գնում է երկաթուղով։ Հիմա ինչի՞ է գալիս Վրաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանին, Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, հասկանում եք, չկա, նետու։ Վարչապետը ընդգծեց իրարու պիտի միանան նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ուժանյութային համագարկերը։ Երկրները փոխադարձաբար պիտի օգտվին արտահանման եւ ներմուծման հնարավորություններն։ Ինտիմատիրները Փաշինյանեն հետաքրքրվեցան, թե ինչ առավելություններ պիտի ստանա Հայաստանը այս գործընթացի արդյունքով։ Ամոթել է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելնես, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը։ Բա որ բենզինի գինը 20%-ով ընկել է, ծորեն է ներկրվում Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, ընդ որում տարբեր ընկերությունի կողմից։ Դա փոխադարձ առավելություն չի։ Թրիպ ընկերության բաժնեդոմսերու 74%-ը պիտի պատկանի Ամերիկայի Միացյալ Նահանգներուն եւ միայն 26%-ը Հայաստանին։ Նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանի քննադատություններուն արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը արձագանքեց։ Նա ով ասում է, որ ողորմելի է, որ 74% տվել են, 26-ը պահել են մեզ։ Իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն, ոչ թե 74%-ով, 100%-ով տվել են այլ պետության։ Հայրուս Գազարտի վերջին 20%-ը 2013 թվականի փետրվարին, այսինքն վերջին 20%-ով էլի 100%-ը տվել են այլ պետության։ Մի հատ խողովակ էին գցում Իրանից գազի բանով, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այլ նույն պետությանը, այն մի կտորն է Քաջարանից չեմ հիշ Սիսյան կարծեմ կտորն էլ վերջ էդ էր մնացել Հայաստանի Հանրապետությունը տեղ բան ուներ մասնակցություն, էլի տվեցին այդպես պետությանը։ Հրազդան ջեկի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով տվեցին ուրիշ պետության։ Հեծը Ինտերրաո եսին կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս սաղ պատմության մեջ ողորմելին ով այ ողորմելիներ դարի մի ասա էլի։ Հարցու պատասխանի ընթացքին չշրջանցվեցավ նաև կառավարության անդամներու եւ պատգամավորներու բարգեւավճարներու նյութը։ Վարչապետը ընդգծեց, ներդրված է գդարողականին վրա հիմնված վարձատրության համագարկ, որ փորձնական է, սակայն հաջողելու բարակային պետք է օրենքի ուժ ստանա։ Պետական ինստիտուտները պետք է ուժեղացնենք եւ ընդհանուր առմամբ պետականությունը պետք է ուժեղացնենք։ Ինչով ենք մենք ուժեղացնում պետականությունը։ Նախ մենք սրանով իրականացնում ենք մեր տեսլականը դեռևս 2018-ի, որի համաձայն մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ եւ որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա։ Զրո կոռուպցիա քաղաքականության իրագործում։ Փաշինյանը հավելեց, որակյալ անձնագազմերու արդահոսք կա, pedagogan համագարկեն թեպի մասնավոր հատված։ Ներդրված փորձնական համագարկով գրնալ ուծվիլ նաև pedagogan համագարկ նոր եւ որակավորված անձնագազմերու ներգրավման խնդիրը։ Վարչապետը պատասխանեց նաև ինտիմատիրներու հայտարարություններուն, որ կառավարության ղեկավարը պետք է աշխատի 1 դրամ խորհրդանշային աշխատավարձով։ Նրանք ովքեր ասած առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ։ Այս ուղղությամբ այլ հարցերու արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշեց, հավելավճարներուն ուղված 3 միլիարդ դրամ գումարը կոյացած է ինտիմատիրներու եւ անոթ շրջապատի տակցուցած հարգերը բեդության վերադարձնելու կորզիկագազմի կորձարգում են։ Ես գիտեմ, որ այդ թվում
Հայաստանում կա ավանդույթ, ենթադրում եմ, այսօր ձեր խմբակցությունում էլ կա այդ ավանդույթը, որ ծրարով փողեր եք ստանում ձեր ղեկավարի կողմից, համենայն դեպս նախորդող շրջան եւ իմիջայլոց, ես ինչքան գիտեմ, քրեական գործեր կան, որ այդ թվում հանրապետության ղեկավարած անձի ընտանիքի անդամը, ասենք, այդ ճամպրուկով փողը մտնում էր կառավարություն կամ նախագահի աշխատակազմ ու բաներով, ասենք, օրինակ պատկերացնում եք, ինչ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան մի հատ դուրս պրծուկից ծրարով փող ստանում, մի հատ էլ բան պետք է անի, երևի ձեռն էլ պետք է փաչեր։ Ես պատասխանատու ասում եմ, 2018 թվականից էսկոմ իմ վարչապետ ընտրվելու օրից էսկոմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում այդպիսի բան չի եղել եւ չի լինելու։ Եվ ես կարծում եմ, որ այո, այսօրվա կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը իր արձանագրած տնտեսական եւ բյուջետային արդյունքներով պետականությունը ամրացնելու իր ռազմավարությունը պետքա շարունակի։ Եվ այո, մեր պաշտոնյան չպետք է ենթակա լինի որևէ կողմնակի, բայց սովորել եք, հա, որ օլիգարխները դռները քացով տալով մտնեն պաշտոնյաների դուր, ոտերները կջարդենք։ Հայաստան խմբակցության պատգամավորներուն վարչապետը հարցուց ամսական որքան գումար կստանան ծրարով Ռոբերտ Քոչարյանեն։ Կոնկրետ մարդիկ կան, որ փաստագրված կոնկրետ միշիկից փող են ստացել ժամանակին, հիմա են նստած են այս դահլիճում։ Ծրարով թալանացից հավաքածի 0.000.1%-ը հավաքել ենք եւ բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա, որովհետեւ մենք մեր սեփական միշիկը չունենք ու չենք ուզում ունենանք։ Անդրադարձ կատարվեցավ նաև հայ առաքելական եկեղեցվո բարենորոգման հարցին։ Ընտիմատիր պատգամավորները վարչապետին հիշեցուցին, որ անհայտարարած է, որ պետությունը պետք չէ խառնվի եկեղեցվո գործերուն։ Դարիներ առաջ ըրած իր հայտարարությունը մեկնաբանելու ադեն Նիկոլ Փաշինյանը հավելեց. եկեղեցին ալ պետության գործերում մեջ պետք չէ խառնվի։ Մենք չենք ենթադրել, որ եկեղեցուն պետք է ղեկավարվի KGB-ի գործակալների կողմից։ Այնտեղ որտեղ կա պետության անվտանգության շահը, պետությունը պետք է ռեակցիա տա։ Եվ էլ չեմ ասում, հետաքրքիր է, այն ժամանակ, որ ես ինչ-որ մի բան ասել եմ, այդ ինչ-որ մի բան նաև հասցեագրված ուղերձ է, չէ եղել։ Բայց իրանք չեն հիշում իմ ասածը։ Դա նաև ապացույցն է, որ ինչ մենք երազել ենք, որ զբաղվենք ինչ-որ ձևով եկեղեցով, չենք երազել, հենց ընդհակառակը չենք երազել։ Ինչ է նշանակում կաթողից կոչվածը զոհված եղբայր ունեցող քահանային կանչի, ասի գնա 1000 ներողություն եմ, ասի գնա մորդ վերցրու, գնացեք կառավարության դեմը ցույց արեք։ Էսում պահված կա, ես դուրս պրծուկի պահված կա։ Վարչապետը վերահաստատեց բարձրաստիճան եկեղեցականներու գործողություններու պատճառով ժողովուրդը հերացած է եկեղեցիեն։ Իսկ այն քահանաները, որոնք կրծած են իրենց շուրջ հավատացյալներու թեմեր գառուցել, հերթով գարկալույց կլան կամ գմիանան եկեղեցվո բարենորոգման խորհրդին։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանն ալ արձագանքեց Ռուսիո գործընկերոջ հայտարարության, թե Հայաստանի մեջ քաղաքական հայացքներու արտահայտման համար մարդու ցերպակալությունը մտահոգիչ է։ Այդ տեղեկությունները չեն համապատասխանել իրականության, ըստ Միրզոյանը։ Քաղաքական գործունեության հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարա լինի, եթե այդ քաղաքական հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են որևէ կերպ իրավական ձևակերպումները կան օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ օրինակ սահմանադրական կարգի բռնի ուրեմն տապալման կոչեր են պարունակում եւ այլն, եւ եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, դա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլիներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ուղիղ միջամտություն, եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա։ Կառավարության աշխատման նիստին ընթացքին քննարկված է քննումներու ոլորտներն ներսպտացության վտանգներու նվազեցման ու ենթակառուցվածքներու զարգացման վերաբերող հարցեր։ Ելեմուտի նախարարությունը առաջարկած է սահմանափակել բարձրաստիճան պաշտոնյաներու հետ փոխկապակցված ընկերություններու մասնակցությունը պետական քննումներուն։ Մեկ այլ որոշմամբ գործադիր իշխանությունը հաստատած է ուսուցիչներու գամավոր որակավորման գարքի մեջ նախադեсված փոփոխությունները։ Քննարկված են նաև ենթակառուցվածքներու զարգացման ուղղությամբ նախադեсվող ներդրումային ծրագիրները։
Ելևմուդի նախարարությունը գարաչարգ է սահմանափակել բարձրաստիճան պաշտոնյաներուն հետ փոխկապակցված ընկերություններու քնումի գործընթացներուն մասնակցելու հնարավորությունը։ Նախագծի նպատակն է քնումներու ոլորտեն ներս բացառել բդածության հնարավոր դրսևորումները։ Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը, այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։ Վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողներուն, բացառությամբ պատգամավորներու եւ համայնքի ավականիի անդամներուն, գլխավոր տվյալախազին դեղեկալներուն, քննչական մարմիններու ղեկավարներուն, դեղակալներուն, գլխավոր քարտուղարներուն փոխկապակցված ընկերությունները չեն գտնար մասնակցել դվյալ պատվիրատուին եւ անոր կառավարման հանձնված արևդրային եւ ոչ արևդրային գազམ་ագերբություններու գազམ་ագերբած քնումի գործընթացներուն։ Անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, մարդու իրավունքների պաշտպանը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Խախտման դեպքերը պիտի քննե բդածության կանխարգելման հանձնաժողովը։ Եթե արձանագրվի խախտում, պատվիրատուն պայմանակիրը միագողմանիորեն պիտի լուծարե։ Ընկերությունը պատվիրատուին պիտի վճարե պայմանակրով նախադեсված գումարի 20%-ը։ Գարկավորումները ուժի մեջ պիտի մտնեն 2027 թվականի հունվար 1-ին։ Մենք չպետք է թվայինացնենք այս ալգորիթմը, որպեսզի ինքը ռեալ աշխատի։ Մենք չգեներացնենք մի խնդրեմ, հետո սկսենք իրավապահ մարմինների միջոցով դա լուծել։ Դա շատ ծախսատար է եւ չեմ կարծում, որ արդյունավետ։ Սա պիտի աշխատի հետեւյալ կերպ, որ ուղղակի հայտավորման փուլում համակարգը դուրս գցի այդ հայտը։ Միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորիս անունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ 2018-ին գործեր ուսուցիչներու մասնակիտական զարգացման եւ հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր 263 միլիոն դրամով, 2025-ին 5 ծրագիրներ ավելի քան 15 միլիարդ դրամով։ Ծրագիրներն ամենեն խոշորը գամավոր որակավորումն է, որուն կատարելագործման ուղղված հերթական նախագիծը ներկայացուցած է գրթության նախարարուհին։ Ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների բարձրացությունը։ Ինչ է սա նշանակում, մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշիչի համաձայն նաև կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Նշվեցավ, որ որակավորման երրորդ անգամ մասնակցելու հավասար արդյունք ունենալու բարակային հավելավճարի չափը պիտի պահպանվի, բայց պիտի սահմանվի նոր հնգամյա ժամկետ։ Եթե ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, երկրորդ անգամ հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց արդեն նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով եւ բնականաբար ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ նոր մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։ Այլ մասնակիտական բարձրակույն գրթություն եւ 40-79 նիշ ունեցող անցինք եւս կստանան գամավոր որակավորման մասնակցելու հնարավորություն։ Արդեն սահմանված է, որ մանկավարժական գրթություն ստացող ուսանողը ուսումնառության վերջին տարին կգնա դասավանդել այս նախագծով անոնց եւս գամավոր որակավորվելու հնարավորություն կընձեռվի։ Լրամշակված է նաեւ արտադրոցական հաստատություններում մանկավարժներուն որակավորման կարգը։ Նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ Այս հստակեցումը այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժների, որոնք արդեն ատեստավորված են։ Գնահատեսվի ստորագրել Կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև 2001-ին ստորագրված միջազգային համաձայնության պայմանագրի 5-րդ լրացումը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը գախված է գլխավորապես Երևանի Զվարթնոց եւ Գյումրիի Շիրակ օտագայաններում մեջ լրացուցիչ ներդրումներու միջոցով ընդլայնել ուղևորային եւ բեռնային համալիրներու թողունակությունը։ Միջազգային բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով արձանագրվում է, որ կողմերը կառավարությունն ու
կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն միմյանց նկատմամբ, Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ։ Փոխնախարարը մանրամասնեց գլխավոր ծրագիրը եւ ներդրումային այն ծրագիրը, որով պետք է իրականացվի, պիտի ներկայացվի կառավարության համաձայնեցման։ Ներդրումները 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը։ Մաստեր պլանը կառավարությանը ներկայացնելուց հետո 4 ամսվա ընթացքում կառավարությունը կամ պետք է հաստատի կամ հիմնավոր մերժի։ Եթե ստորագրենք լրացումը, այդ օրվանից սկսած Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան, այսինքն մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում։ Ըստ Սիմոնյանի զարգացման մեծ ներուժ ունի Գյումրիի Շիրակ օդագայանը։ Այժմ կքննարկվի լրացուցիչ եվրոպական ուղղություն ավելցնելու հարցը։ Օդագայանը սպասարկման դեսագետեն օդուղային ընկերություններու համար ավելի մատչելի է։ Կառուցված են ժամանումի մեկնումի նոր սարքավորումներ։ Վիզերը թռիչքունի չէ Գյումրիից եւ Գյումրի։ Լառնակայի թռիչքն ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը մի անգամ է եւ կարիք կա եւս լրացուցիչ խտաններ օգտագործել Շիրակ օդանավակայանը ավելի զարգացնելու համար, մանավանդ որ հյուսիս-հարավն է արդեն ամբողջությամբ կառուցված է ու ճիշտ նշվեց, որ Երևանի հասնքի 9-րդ մասիվից ավելի ուշ է հասնում օդանավակայան, քան Գյումրիից Զվարթնոց։ Նշվեցավ, որ շատ բարականերու հնարավոր է թռչիլ 20-ին 30 դոլարով, շատ ավելի աժան, քան տաքսիով Գյումրիեն Երևան։ 2025-ի արդյունքները ամփոփելու ատեն Ելևմուտի նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարած է, որ պարտքը սպասարկելու հնարավորությունները ավելցած են։ Անոր խոսքով տնտեսության աճը եւ պետական Ելևմուտի կառավարումը թույլ կտան պարտքը սպասարկելու առանց լրացուցիչ վտանգներուն։ Նախարարը նշած է նաեւ, որ կուսումնասիրվի այլ երկրներու փորձը զանոնք Հայաստանի մեջ կիրառելու համար, որբեսի գործարարությունը ժամանակին տեղեկացված է լարաչիկա հարկային փոփոխություններուն մասին եւ կարենա նախաբես ծրագրել իր կորձնայությունը։ Ուրախ ենք արձանագրել, որ 2025 թվականին մենք էլի շարունակում ենք լինել բարձր աճի տիրույթում։ 2025 թվականի արդյունքները ամփոփած է Ելևմուտի նախարարը, նշելով, որ գագնկալ են, որ տնտեսական աճը պիտի ելնա 5.5% շրջանակներս։ Քննաճը եղած է 3.3% շրջանակներս։ Հարգեր, համախառն ներքին արդյունք ցուցանիշը բարելավված է, սպասված են ավելի։ Մենք ամեն տարի թիրախավորել ենք 0.5%-ային կետով հարկեր հնայի բարելավում եւ եթե ամեն ինչ մեր կանխատեսումների շրջանակում լինի, ամենայն հավանականությամբ մենք ունենանք 1%-ային կետով հարկեր հնա բարելավում 2024 թվականի համեմատությամբ եւ կհասնենք արդեն 24.5%-ի, ինչը մեզ մոտեցնում է կառավարության 21-26 թվականների թիրախային 25% ցուցանիշին եւ ըստ էության 26 թվականին մեր առջեւ դրված խնդիրը կատարելը առավել հեշտ է դառնում։ Սպասված են փոքր պիտի ելա դարեհաշվի բագասուրտը, նշած է նախարարը։ Կառավարության բարդ համախառն ներքին արդյունք ցուցանիշը պիտի ելա կանխատեսված են ցած։ Սա իր դրական ազդեցությունն է ունենալու նաեւ բարդքի վրա։ Կառավարության բարդ կգաջի, բայց պետք է խոսիլ ոչ թե միլիարդներու մասին, այլ համախառն ներքին արդյունքի հետ համամասնության շուրջ շեշտած է նախարարը, հավելելով, որ 2018 թվականին բարդ համախառն ներքին արդյունքը 52%-ի շրջանակներս էր, իսկ հիմա 48%։ Այսինքն մեր հնարավորությունները բարդքը սպասարկելու ավելի մեծացել են, կամ այլ կերպ ասած, կարելի ասել այն ծախսերը, որը մենք արել ենք բարդքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։ Ավելին ձեզ ասեմ, երբ որ մեր միջազգային գործընկերները նայում են, գնահատում են Հայաստանի ֆիսկալ կայունությունը, իրանք ասում են, որ դրականն է փոխվում։ 2026 թվականին կսպասվի պետական բարդքի սպասարկման ծախսերու ծրագրված են ավելի ցած մագարտակ։ Եթե 10 տարի մարման ժամկետով պետական կանցապետական բարդադոմսերը 2024 թվականին 9.6% էին, ապա այս տարի անիկա արդեն 8.9% է։ Մենք կարողացել ենք 24 թվականի համեմատությամբ ունենալ 306 միլիարդ դրամի ավել եկամուտներ
եւ 350 միլիարդ դրամով ավելի ծախսեր։ Այստեղ հատկանշական է այն, որ մենք շարունակում ենք կապիտալ ծախսերի ավելացման մեր քաղաքականությունը եւ կարողացել ենք 151 միլիարդ դրամով ավել ծախսել կապիտալ ծախսերի գծով։ Նախարարին հարց ուղղվեցավ պաշտոնյաներու ու բարգեւավճարներու մասին։ Չափելի ինչ ցուցանիշներով անոնք կարտարացվին։ Վայ Հովհաննիսյանը պատասխանեց ասելով, որ պաշտոնյաներու աշխատավարձը վերջին 5-6 տարիներու մեջ չէ փոխված։ Կամ որակյալ մասնագետներ եւ որակյալ կամ մեծ հաջողություն ունեցած մարդիկ, ովքեր մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չի եւ պատճառներից մեկը նաեւ այն աշխատավարձերի մակարդակն է, որը գոյություն ունի։ Բնականաբար կարելի է նաեւ ասել, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ էլ ավելի խոցելի են, քան համեմատենք եթե մասնավորի հետ, եւ այստեղ գուցե նաեւ պետք է մի փոքր ավելին վճարել այդ աշխատանքը անելու համար։ Նախորդ տարեսկիզբին ներդրված փորձնական համակարգով քննադատված է, թե որքանով գերադասությունները թիրախներ կատարած են։ Ես չի ասի, որ սա պարգևավճար է, որովհետեւ դա ըստ էության այդ աշխատավարձի բարձրացումն է, ուղղակի մի փոքր այլ եղանակով։ Այստեղ մի կարևոր հարց կա, որովհետեւ դուք խոսեցիք նրա մասին, որ զայրույթ է առաջանում սրանից։ Ես մի փոքր ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնեմ, թե ինչից կարող է, օրինակ, կարող եք դուք զայրանաք։ Որովհետև տեսեք, այս քայլը անելը բավականին մի քիչ կարելի ասել խիզախ քայլ է, այս քայլը անելը, ինչի, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր օրինակ կանխիկ ինչ որ մեկը գար ինչ որ մարդկանց փողը բաժաներ եւ դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկ էլ պարգևավճար չստանար եւ դա շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետքա ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի։ Նախարարը անդրադարձավ նաև փոքր գործարարության համար 0% հարկ սահմանելու քաղաքական որոշ ուժերու խոստումներուն։ Աննշեց, որ փոքր գործարարության համար արդեն իսկ կգործե 0% հարկ։ Անոր խոսքով այսօր շուրջ 30-40 հազար տնտեսվարողներ կհամարվին փոքր գործարարություն եւ որևէ հարկ չեն վճարեր։ Հիմա եթե սրա մասինն է, ապա կա արդեն այդ համակարգը։ Եթե խոսքը նրա մասին է, որ շրջարկը 0 կդառնա նրանց համար, ովքեր 110 մինչև 114 միլիոն շրջանառություն ունեն, ապա ինձ թվում է մի քիչ լավ չեն ընկալել, թե այդ համակարգերը իրար հետ ոնց են փոխ գործում։ Վայ Հովհաննիսյանի բնդմամբ գործարարությունը գլխավորապես գտշկոհի հարգային քաղաքականության հաջողակի փոփոխություններ են։ Ուսումնասիրած է Նոր Զելանդիայի փորձը գցանգան դեղայնացնել եւ Հայաստանի մեջ ներդնել համագարկ, որ գործարարության նախապես հայտնեն, թե հաջորդ դարի ինչ պիտի հարգվի կամ ինչ փոփոխություններ կնախատեսեն։ Սուրիո ժողովրդավարական ուժերու եւ սուրիական բանակի միջև փախումները սկսած էին Հալեբեն եւ վերջացած են Եփրատի արևմտյան շրջանի մեջ։ Այդ փախումները սկսած էին 1 տարի տևած բանակցություններ են յետք։ Իրավիճակը Հայաշատ քաղաքի մեջ արդեն կայունացած է եւ մեր հայրենակիցները նույնպես աստիճանաբար կվերադառնան իրենց բնականոն կյանքին։ Զարմիկ Բողոկյանը ներկայացուցած է մանրամասնությունները։ 2014-ի Սուրիո պատերազմական տարիներուն Սուրիո հյուսիս-արևելյան շրջանը, որ կոչվի Սուրիո սննդագողովը, ուրգան քարյուղի հանքեր եւ ծորենի եւ բամբակի թաշտեր, սուրիոական ժողովրդավարական ուժերու վերահսկողության դագանցան։ Հետագային 2018-ին իրենց վերահսկողության դագանցան նաեւ Հալեբի Շեխ Մախսուդ եւ Էշրեֆի շրջանները։ Զինյալ այս ուժերուն նպատակը քյուրդերու քաղաքացիական իրավունքները պաշտպանված տեսնելու համար սուրիական դվյա շրջանները ինքնագարավարման ենթակա բահերներ։ Սուրիո մեջ տեղի ունեցած իշխանապողութենեն գարշ շրջամվերջ 10 մարտին համացանցումը ստորագրվեցավ Սուրիո նախագահին եւ Սուրիո ժողովրդավարական ուժերու ղեկավար Մազլում Աբդիի միջև, որուն համաձայն քրդական զինված ուժերը պետք է համարգվեին Սուրիո բանակի գազմի մեջ։
Այս համացանության ժամկետը գերգարեր մինչև 2025-ի ավարտը, սակայն կետնի վրա գործնական քայլեր երևելի չդարձան։ 6 հունվարին Հալեբի մասամբ քրդապնակ Շեյխ Մաղսուդ եւ Էշրեֆի շրջաններում մեջ գրգին փախումները սկսան։ Սուրիական բանակը գոչ ուղեց զինյաներուն իրենց թեթև ձեռքերով դուրս գալ եւ հանրագարքերով ուղղվել թեպի Եփրադի արևելք, սակայն զինյաները մերժեցին ու փախումները սաստկացան։ Մեր թարմանալունը 3 օր է բաց է, արդուժամ 9-ն մինչև 8-ը օգնելու համար մեր ժողովրդին լանանոնք հայ դամ դեղացիներ անխդիր բոլորին օգնելու համար էր որոշում առնվեցավ հագարակ որ բոլոր այս շրջանի թարմանալուները կոչեին մենք բացինք դռները որպեսի ոյոյ մեկ փորձանքի ժամանակ օգնենք մեր հիվանդներին Սուրիական բանակը երկու շրջաններու բնակչության գոչ ուղեց դուրս գալ եւ Աբաստանիլ Բեդության կողմի հաստատված կետրոններու մեջ մինչև փախումներու ավարտը։ Շուրջ 150,000 բնակիչ դուրս եկավ այդ շրջաններեն։ Փախումները ծավալեցան, որուն ավարտին բանակը իր վերահսկողության դագարավ նախ Էշրեֆիի, ապա Շեյխ Մաղսուդի շրջանները։ Զինյանները դուրս եկան եւ հանրագարքերով ուղղվեցան Եփրադի արևելք։ Շեյխ Մաղսուդի շրջանը հայեր կբնային 1940 թվականներին սկսյալ։ Եվ հոն հաստատված է հայ կաթողիկե համայնքի ընտանիքներ, ինչպես ունեին Մադուրմը եւ Թբրոցը։ Հունվարի 6-ին երբ տեղանվեցան, այդ շենքը կարուկանտ եղավ, ժողովուրդը պատասխանեցավ զանազան կետրոններու մեջ եւ համայնքը կհետաքրքրվի իրենցով պետք եղած օժանդակությունները կկատարի։ Փախումներու մերձակայքը կգտնվեին նաև հայապնակ թաղամասեր։ Ասկային առաջնորդարանը հորտորեց հայապնակցությունը Աբաստանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո ներքնասրահը։ Հալեբահայ Փարեսիրական եւ եկեղեցական միություններ սնունդ հատկացուցին աբաստանյաններուն։ Սուրիայի օգնության խաչը ամիջապես գործի անցավ աղեդալի օրերուն եւ իր պետակ խոհանոցի միջոցով սնունդ ապահովեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սրահի մեջ Աբաստանած հայ ընտանիքներուն։ Նաեւ արաբական շրջանի մեջ Հիլալ Ահմարի միջոցով իսլամ կամ արաբ ընտանիքներուն Ներկայիս փախումները հերացած են Հալեբեն, ինչպես կտեսնեք քաղաքը խաղաղ վիճակի մեջ է, կյանքը աստիճանաբար բնականon հունի մեջ մտած է, իսկ երկու շրջաններու բնակչությունը վերադարձան իրենց բնակարանները։ Սուրիա նախագահը հաստատեց հարցազրույցի ընթացքին, որ քյուրդերի իրավունքները պաշտպանված պիտի մնան սահմանադրությամբ եւ գոչ ուղեց ժողովրդին վերադառնալու։ Հայապնակ մերձակա թաղամասերու մեջ եւս մարդիկ աստիճանաբար կվերադառնան աշխատանքի։ Մենք իբր Նորքյուղի բնակչություն եւ Նորքյուղի արեստավորներ փախումներու օրերուն մենք չի գրցանք մեր խանութները փանալ մեր դուներեն ներս էինք, բայց հիմա Փառք Աստծո իդ կյանքը նորմալի վերածվեցավ, խանութները կփանանք, աշխատենք որ մեր գործերուն իդ վերադարձանք, բոլոր բնակչությունը իրենց դուները վերադարձան։ Կետնի վրա մարտական զարգացումները շատ արագ ընթացան։ Քանի օրերու ընթացքին Սուրիական բանակը իր վերահսկողության դագարավ Հարեբի հյուսիսարևելյան Արվարձանը եւ Եփրադի արևմտյան շրջանը։ Սուրիա նախագահը շաբաթ 17 հունվարին 13 տվագիր հրամանակրով ջանցավ քյուրդերու ազգային քաղաքացիական եւ մշակութային բոլոր իրավունքները։ Իսկ 18 հունվարին զինվորական գործողություններու ավարտը հայտարարվեցավ եւ գոմերու միջև ստորագրվեցավ համաձայնագիրը, որ կհաստատեր Սուրիա ժողովրդավարական ուժերու Քաշվիլը Եփրադի արևմտյան շրջան եւ համարգումը Սուրիական բանակի մեջ, քրդական շրջաններու մեջ պետական դեղական կառավարման որոշ պաշտոններու ստանցումով։ Զարմիկ Բողիկյան, Վերջ Բողիկյան, լուրեր Հալեբ։ Աշխարհան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։